Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուրիշ կարծիք ոդկասթի 6-րդ թողարկումն է այսօր, ես սիրով հրավիրել եմ իմ ընկերներից Ռուզանին, բարև ձեզ Ռուզան։ Ողջույն, հարգելի Սևան։ Իմ շատ լավ ընկերոջն եմ հյուրընկալել, նա պայքարի մեջ է, բոլորս էլ տեսել ենք նրա պայքարը այս չարի իշխանության դեմ, այսպես ասած։ Մի փոքր խոսելու ենք ներքին քաղաքական անցուդարձից, մենք ընդհանրապես Ռուզաննա ջան, ոդկասթում տենց ավելի շատ խոսակցական ենք, իրական sense թեմաներ ենք վերցնում, ամեն օր խոսում, այսքան անմիջական ենք լինելու, կխնդրեմ մի փոքր մեր կարծիքի նաև հետևողները գիտեն քեզ, որովհետև դու մեր մոտ լինում ես շուշուտ ասուլիսների, խնդրեմ քեզ խոսես քո պայքարից, ձեր սկսած պայքարից, ձեր այդ ձևաչափից ընդհանուր առմամբ մի փոքր քննարկենք դա, որպեսզի մեր հետևորդները իմանան դուք ով եք, հետո անցնենք ընդհանուր քննարկումների։ Բարի Սևան ջան, ես համայնքական ճակատ շարժման անդամ եմ եւ տևական ժամանակ եմ, մոտ 2 տարի, որ ես հիմնականում զբաղվում եմ հումանիտար խնդիրներով, մեր բոլոր ակցիաները հենց այդ տիրույթում են եւ դա այսպես ոչ թե ինքնաբուխ առաջացավ, այլ Արցախյան պատերազմներից հետո, երբ սկսեցի շփվել մեր անհետ կորած զինվորների, տղաների ընտանիքների հետ, ականատես եղանք Բաքվի բանտերում մեր հայրենակիցների խոշտանգումներին եւ այդ պահից սկսած իմ պայքարը հենց այդ ընտանիքների հետ ենք մենք դուրս եկել, այդ ընտանիքների հետ ենք մինչ այսօր, ինչպես նաև Պայթյունից անհետ կորածների ընտանիքներն են, ինչպես նաև վերջին օրերին այդ Բայց ինչի եք հասա այդ պայքարի արդյունքում, այսինքն հումանիտար ասված է, դուք ինչ որ միջոցառումներ եք արել, ասենք չգիտեմ, դիմել եք ԱԳՆ-ին կամ մնացած բոլոր կառույցներին, կառավարությանը, որ ինչ որ այդպիսի գրեթե կառույց Հայաստանում չկա պետական, որոնց չենք դիմել, այդ թվում եւ միջազգային ամենատարբեր կառույցներին են։ Բայց արձագանքը ի՞նչ են արձագանքում, որ ես մի անգամ այսպես հրապարակային ասացի, թեպետ դա ինձ համար շոկ էր, բայց ես դա հրապարակային եմ ասել։ Մի քիչ միկրոֆոնը առաջ բերես։ ՄԱԿ-ի գրասենյակում, երբ որ մենք առաջին անգամ հանդիպեցինք ՄԱԿ-ի հանձնակատարի հետ, ծնողների հետ էինք, ասաց, որ մոտ մի 8 ամիս ստանձնել էր իր պարտականությունը Հայաստանում, բայց իրեն որևէ մեկը, ոչ օրինակ Ազգային ժողովի նախագահ, ոչ Նիկոլը Փաշինյան, ոչ այն մի արտաքին գործերի հիմնարկ, այդ հիմնարկի տնօրեն Արարատ Միրզոյանը, ոչ մեկ չեն ասել, այդ հիմնարկը աշխատում են ՏԷ աշխատակիցները որպես, ասենք, туриզմի երևի տենց վարչություն, տենց բոլորով գալիս են, ինչ որ գործուղում է լինում, գնում են հանգստանալու։ Լիներ մի քիչ էլ Հայաստանում туриզմը կզարգանար, արտագնա туриզմի մասին է խոսքը, ներգնա туриզմի մասին չի, իրանք գնում են, ես ականատես եմ եղել, անգամ Չինաստանում ականատես եմ եղել, թե մեր ԱԳՆ-ի աշխատակիցները, ասենք նայեք, ես ընդեղ եմ որպես կուսակցության ներկայացուցիչ, չէ՞։ Իմ գործառույթները մի փոքր այլ է, քան իրենցը, չէ՞, որպես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, իրանք այնտեղ զբաղվում էին туриզմով, որովհետև Չինաստանը չէին տեսել, զարմացել էին, երևի կյանքում չէին պատկերացնի, որ մի օր կգնան Չինաստան իրանք։ Գնացել էին ու տենց туриզմը քեզ օրինակ, որպես ասենք, չգիտեմ, սովորական դուք ոնց կգնաս, ասենք, չգիտեմ, Եվրոպա, ասենք Միլանում, չգիտեմ, նայես ինչ որ ասենք քո սիրելի ինչ որ ասենք, չգիտեմ, կառույցներին կամ ինչ որ բանին, նույն ձև իրանք այդպես էին անում։ Իսկ պատկերացնում ես մեր ԱԳՆ-ի վիճակը ինչ է։ Սևան, շատ ճիշտ նկարագրեցիր ԱԳՆ-ի այդ հիմնարկի գործառույթը, դե իրենք հենց դրանով էլ զբաղվում են։ Դրա համար ասենք երևի այս կառավարության շենքում նստածնել գիտի նրանք ինչով են զբաղվում։ Դե իհարկե, պարզ է որ գիտի։ Ուղարկում, սա էլ ուղարկում այնտեղ, մտածում է կամ Չինաստանում կլինեն, կամ Թուրքիայում, կամ հիմա գնացել Շվեյցարիայում, 3-4 դեսպանատունն են բացում անհասկանալի ձևով։ Դա այս ամբողջ իրականության ողբերգությունը մեր հենց սրանում է կայանում, որ այս մարդիկ իրենց տեղում չեն։ Տես հարգելի Սևան,
դու ստերևույթին գործի բնույթից ելնելով դուք եք չէ հետևում Փաշինյանի այս բացի նրանից նաև որպես քաղաքացի ենք հետևում որ տեսնենք մեր երկիրը ներկայացնող մարդը որը ասենք ստանձնած է կառավարության ղեկավարի պաշտոնում է այդ մարդը այսինքն ինձ է ներկայացնում նախ եւ առաջ մյուսինը բոլոր հայ ժողովրդին ինքը դուրս է ներկայացնում է չէ որպես վարչապետ եւ դուրս է ներսում այդ մարդու անելիք ասենք չգիտեմ թթու լավաշ ուտելը կամ չգիտեմ խնձորի վրա նենց է հարցակվում ոնց որ չգիտեմ կյանքում չի կերել գիտեք չէ խնձորն էլ Կարելի Նիկոլ Փաշինյանին ասել որ ասենք չգիտեմ Պեյրանիկ ուտի երևի կյանքում կերած չի լինի թող փորձի ամեն դեպքում խորհուրդ տանք Ըստ ումա դա իրենց մանկության լավ ուտելիքն է եղել թանկարժեք ուտելիքն Դե խնձորը նենց բան է որ իմ կարծիքով Հայաստանում գրեթե մարդ չկա որ խնձոր չի կերել Դե սա գիտես Սևան այն էժան քարոշչությունն է որ սկսել է այս իշխանությունը Չէ էլի ամեն դեպքում կան մարդիկ դու կարծում ես ես օրինակ չեմ կարծում որ կան մարդիկ որ տեսնում են իրեն հարցակվելուց ասենք թթու լավաշի վրա ու դա իրենց դուր է գալի դու տենց մարդ ճանաչում ես քո շրջապատում բարեբախտաբար իմ շրջապատում բոլորը բայց պատկերացնես որ նման մարդ կա բարեկիրթ մարդիկ է բայց տեսեք այստեղ քաղաքական ենթատեքստ ունի իրենց այդ չէ որ մեր հասարակության մեջ կա մի խավ որ այո հենց թթու լավաշի վրա հենց այդպես էլ հարցակվում է Չէ, այս խնձորը այդպես էլ վերցնում ու այսպես օրինակ եմ ասում Հետո մի բան նկատել եք Սևան իրենք ինչը վերցնում են երկար է Չգիտես ինչ է երկար պետության սահմաններն են կարճացնում այդ երկարությամբ Ուտելիքը հա ասենք լավաշը կարելի էր վերցնել փոքր այսպես չէ մենք ինչպես ենք բրթուճի չափանը ու այսպես երկար Իրանք ասում են մեր անցած ոդքասթին ես ու այն դա ենք քննարկում ասենք ասում են Եղեգնաձորի լավաշն է չէ Բայց ես կյանքում չեմ լսել Եղեգնաձորի լավաշը կամ չէ Արենու լավաշը ասում է ես լսել եմ որ Արենու գինին է լավը Այսինքն միշտ գնալուց Արենի կամ այդ ճանապարհով անցնելուց տեսել ենք Արենի գյուղի մոտակայքում դրված են ասենք տաղավարներ որտեղ գինի են վաճառում կամ չգիտեմ ղարում նմանատիպ ինչ որ բաներ չէ բայց մենք լսել ենք որ Արենու գինին շատ լավն է չէ նաև փորձել ենք բայց Արենու լավաշը չէի լսել Հիմա այս մարդը նաև զբաղվում է PR մարքեթինգով Դե հա տեսնում եք ինչ որ Ես լսել եմ օրինակ չգիտեմ Սուրիկի լավաշ ասենք չգիտեմ Սևանի լավաշ Հա բայց ասենք չգիտեմ Սևանի քարի հաց բայց կյանքում Արենու լավաշ չէի լսել Հա հրազդանի Ամեն դեպքում աբսուրդի ժանրից ենք այս մարդը տենց որ Դե իրենք իրականում ինչի եմ ասում իրենք իրականում բոլոր հասարակություններում էլ կա այդ խավը որը նույնիսկ սնվելու կուլտուրա չունի Չէ նայ օրինակ ես այսօր փորձում են այդ փոքր հատվածին ցույց տան որ իրենցից մեկն են իրենք լավաշ այսպես կվերցնեն Դե ամեն դեպքում թող ցույց տան իրենք այդ դրանով այդ զանգվածի վրա են աշխատում ու մի բան էլ տես ասում ես այսքան Բայց դու կուզես քո երկրի ղեկավարը լինի նման մարդ նայեք մի հատ մի կողմ դնենք իր դավաճանությունը Արցախ ամեն ինչ հասկանում ենք բայց պատկերացրու մի հատ ասենք մեր երկրում ամեն ինչ հանդարտ է Ոնց որ 15 թիվն է Ինչ որ լարվածություն կա բան Պատերազմ չենք ունեցել դեռ ունենք Արցախ կա բայց մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է Այսինքն ինքը տենց հաց է ուտում բան անում դու քո երկրի ղեկավարին պատկերացնես որ այդ մարդը պետքա ասենք այտենց լինի կյանքում չես պատկերացնի չէ ես չեմ ուզում իմ երկրի ղեկավարը հարցակվի թթու լավաշի վրա ես ուզում եմ իմ երկրի ղեկավարը լինի բանիմաց գրագետ հավասարակշռված մարդ հարգելի Սևան մի այսպես մութ բան բացահայտել Նիկոլ Փաշինյանի հետ ես կուրսեցի եմ Բայ Հա, բայց ես դեռ այդ ժամանակներից որևէ անգամ չեմ մտածել Որ կուրսից է դուրս մնացել 4-րդ Չեմ մտածել, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է, որ երբևէ կարող էր թերթ խմբագրել, տեսել ենք այդ թերթը, ինչպիսին է եղել, բայց ոչ երկրի ղեկավար կարող էր լինել։ Դե դա մենք մեր կուրսում ունեցել ենք իսկապես հրաշալի տղաներ, հրաշալի կուրսընկերներ ունեմ, որոնք բավականին խելացի են եւ միջազգայնագետներ են եւ այդ մարդիկ Չէ, ես այդ խոսքը հասկանալի է ինչ ասում, խոսքը չեմ մտածել վիճակին, դա խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չի, խոսքը երևույթի մասին որ ինքը ինձ ներկայացնում է
Դե ամեն դեպքում բայց փաստը մնում է փաստ, որ ինքը ներկայացնում է Հայաստանի Ես անցած օրը ասացի, որ պետության հացը ջրի ուտողը այդ չի նշանակում, որ պետությունը Չէ, օրինակ, նայ, ես ինքը ռեսպուբլիկան է հայտարարում։ Ես օրինակ ֆուտբոլ շատ եմ սիրում, բայց չեմ կարողանում այնպես խաղալ, ոնց որ պրոֆեսիոնալները, չէ։ Հիմա ես խի պետք է ուզեմ գնամ Հայաստանի հավաքականում ֆուտբոլ խաղամ ու ասեմ ես ամենալավն եմ։ Նույնն էլ պետքա երկրի ղեկավարի պարագայում լինի, իմ կարծիքով դա տրամաբանությանը մոտ է։ Ստեփան, եթե դու գնաս այդպես վատ ֆուտբոլ խաղաս, բայց այդ վատ Վերջում ասեմ սաղդ մեղավոր եք։ Վատ ֆուտբոլի արդյունքում օրինակ ամսվա վերջում, չէ, մեղավորը չէ, ամսվա վերջում 12 միլիոն դնեն գրպանը, ասեն ես քեզ պարգևավճար ոչինչ, որ դու ֆուտբոլ խաղալ չգիտես։ Հակասես, բայց sense վատ ֆուտբոլ խաղալով եթե ես Չէ, բայց ես մտածում եմ, չէ, իմ հավաքականի մասին ես չեմ գնա խաղամ, որովհետև չեմ կարում խաղամ։ Ես մտածում եմ այդ մեր պետության մասին կոպիտ ասած այս դեպքում օրինակ վեկալ է։ Մարդիկ նստել են փողի քսակի վրա, տես պետության պարկը, այլն ամեն ինչ բերել։ Ես այլ բան էի ասում մարզային այցերից, մի պահ պատկերացրու, օրինակ Պուտինը գնում է կամ չգիտեմ, այն Մակրոնը իրան շատ սիրելի, կամ լավ Էրդողանը իրանց աղբեր գնում է, ասենք Ստամբուլ, ժողովրդի հետ այդ Քարոզ Արշավի շրջանակներում բան գալիս ասում են մեր Բաքում խաղարապարակ չկա, կսարքեք, կամ մեկը գասի գիտեք հողս ոչ մի կերպ չեմ կարողանում սեփականաշնորհեմ կամ մեկը գասի գիտեք չեմ կարողանում հողս սեփականաշնորհեմ, այս գյուղապետ, քաղաքապետ, մարզպետ չկան ապաշնոր մարդիկ են այս հողից հարցը լուծի, կամ մեկը գասի բա ախր դուք խոստացել եք ձեզ նամակի դե խայտարակություն է, սա նույն պատկերն է, որ ոնց որ ես հիմա համեմատություն չէ, ոնց որ հիմա Իրանի հոգևոր առաջնորդը դուրս գա, ասի սիրելի Իրանի ժողովուրդ, ովքեր տանը կասկա ունեն, հագնեն ելեն պատերազմի Զավեշտա։ Դե ինքն էլ չէ, ասում էր ով տունը բռոնի կասկա ունի, թող հերցնի գա։ Հիմա դու պատկերացնում ես, սա պատերազմը մենք ոնց։ Բայց նայ, ես բանակում ծառայել եմ, դու էլ քաջո տեղեկ եմ, որ տեղեկ ես բանակում ընդհանրապես տիրող իրավիճակի մասին։ Նայ, ես զորացրվել եմ բանակից, ես բռոնից էլ, կասկես էլ հանձնել եմ։ Իհարկե, որևէ մեկը ինձ որտեղից, բայց ինձ որտեղից կասկա կամ բռոնի։ Մեկ արի պատկերացնենք։ Քեզ որտեղից բռոնի կասկա։ Ինչի՞ մարդկանց տանը կասկա լինի։ Խի պետքա լինի։ Ինչի՞ ինքը շատ լավ գիտի։ Չէ, եթե մենք բանակում նույնիսկ եթե իրենք դասալիկ են, չեն ծառայել, չգիտեն, կասկա տանում են։ Այսինքն քո կարծիքով Նիկոլ Փաշինյանը չգիտի, որ զորացրված զինծառայողի մոտ իրավունք չունի գտնվի բռոնի, բայց խի է ասում նման բան։ Ինքը ուզեց ասել, ես ասել եմ, այ իրանք կասկեկը չեն հագել գնացել։ Դրա համար 11000 դասալիքի անուն էին տալիս, չէ, Սևան ջան։ Դե ամենաառաջի դասալիքը 1000 դասալիք տեսել ես նս Զավեշտա դու գաս քո երկրի զինվորին կանգնես 11000 հոգի դասալիկա այդ հայտարարություն անողը պիտի հիմա Նուբարաշենի կամ ԱԱԾ-ի խցում լիներ բայց այդտեղ տեսնում ենք ուրիշ մարդկանց է տանում նստացնում իրանց այդ ասողները այսօր Հայաստանում քաղաք բանտարկյալների թիվը գնալով աճում է ու գրեթե մենք ամեն եթերում էլ մտածում ենք այդ դրա շուրջ անգամ որովհետև մեր եթերում էլ են քննադատում այդ մարդիկ ովքեր քննադատում էին իրենց եթերներում կամ Facebook-յան գրառման միջոցով մենք նույնը այսօր անում ենք ու այդ խնդիրը մեր առաջ էլ է այսօր կարող է վաղը ես կամ դու կամ մնացած մեր ընկերներից յուրաքանչյուրը հայտնվի այդ տեղում պետք է մեր աջակցությունը ցուցաբերենք բոլոր քաղաքաբանտարկյալներին սկսած սրբազաններից վերջացրած բոլոր այն մարդկանցով ովքեր Կարմինե Օհանյանի նկատմամբ այդ հոդվածը որ կա դե ախր դուք ամեն օր է սահմանադրությունը ձեր ոտի տակ գցած տապալում եք սահմանադրությունը հիմա եկել ասում եք մի տարի առաջ այդ աղջիկը վախի մթնոլորտ են փորձում ստեղծել համատարած որպեսզի մարդիկ մտածեն վայ չխոսեն Այք մեր նախորդ թողարկման խոսեցինք դրա մասին Տաթևներ Վիրաբյան չգիտեմ ճանաչվեց Տաթև արծը մեր ընկերների իրար հետ էին քննարկվել նա խոսեց 3 Facebook-ում գրառում էր արել որ Facebook-ը որ 5 անչափահաս երեխայի մորը ով Facebook-յան գրառմամբ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանին բռնել ձերբակալել են այսինքն ուր ենք հասել բա որտեղ են մարդու իրավունքների պաշտպանը որտեղ են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այդ կազմակերպությունները ովքեր գրանտներով սնվում էին ուր են դեսպանատները ուր են այդ միջազգային կառույցները որ նախկինների ժամանակ իրենց ճղում էին անգամ ես հիշում եմ ես
Մանկական զբոսայգին Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող երևի տեղյակ ես։ Մանկական զբոսայգում հավաքվում էին միասեռականները, ովքեր իրենց ծառայություններն էին մատուցում, այսինքն զբաղվում էին մարմնավաճառությամբ, որը Հայաստանի Հանրապետության օրենքով արգելված է։ Մենք դիմում ենք տարբեր կառույցների, նաև մարդու իրավունքների։ Այդ ժամանակ չեմ հիշում ով էր, ոնց որ Կարենն էր։ Միպը դիմում ենք իրենց, ասում ենք ստեղ մանկական զբոսայգի է, նախ եւ առաջ ստեղ ոտնահարվում է երեխաների իրավունքները։ Ոչ թե միասեռականներն էլ են, համասեռական տրանսվեստիտները դիմում էին, անգամ տարբեր Ամերիկայի դեսպանատանն էին դիմել, որ մեր իրավունքները ստեղ ոտնահարվում է։ Այսինքն մանկական զբոսայգին երեխաների իրավունքները ուր մնացել, իսկ այն ժամանակ նախկին իշխանությունները գոնե ինչ որ չափով օգնում էին։ Նաև մեր պայքարին էին օգնում, եթե դիմում էիր քաղաքապետարան, ասում էիր, ստեղ կամերաները պետք է օնլայն տեղադրվի, որ բոլորը մուտք ունենան ու բոլորը հետևեն այս մանկական զբոսայգում, էդ էլ տեղադրեցին, լուսավորության խնդիր կար, լուսավորության խնդիրն էլ լուծեցին, անգամ ոստիկանությունը հերթապահություն էր իրականացնում այդ պայքարի արդյունքից հետո, բայց այսօր այդ այգին էլի նույն իրավիճակում է ու ավելի բարձի թողի իրավիճակում է, վերջերս եմ շրջել։ Ազգային ժողովի ամբիոնն են վերցնում, խոսում, ինչու՞ հասնում։ Ազգային ժողովում են խոսում, այս մեր հասարակությունը ինչ որ, չգիտեմ, քնի մեջ է ու չի ուզում արթնանա, տեսնի իրականում ինչ է կատարվում։ Հասարակությունը ես չեմ ասի, թե քնի մեջ է։ Հասարակությունը ավելի շատ հիասթափված է, հարգելի Սևան, որովհետև իրականում մենք 30 տարի շատ բան խոստացել ենք այս հասարակությանը ու չենք արել։ Եվ ես կոպիտ գուցե հնչի, շատերի հետ եմ խոսում, իրենք շատ լավ հասկանում են, որ ով փալան իրենք է։ Բայց նա ես նախկինում բայց այդպես են իրենք։ Չեմ մտածել, որ ես բաղնիքում լողանալուց լինեմ, հնարավոր է մի հատ ասենք, չգիտեմ, ռումբ ընկնի մեր գլխի կամ չգիտեմ, մեր տարածքները ինչ որ զիջենք։ Մենք եղել ենք հաղթողի հոգեբանությամբ, միշտ այդ չենք մտածել երբևէ, որ հնարավոր է թուրքը գա մեզ, չգիտեմ, սպանի կամ ինչ-որ բանի։ Մենք միշտ մտածել ենք, որ, չգիտեմ, պատերազմ անգամ սկսի, մենք ադրբեջանցիներին կարանք համարժեք պատասխան ցույց տանք, ոնց որ եղավ ապրիլյան պատերազմը։ Իհարկե ոգի կար, դա որևէ մեկը չի կարող ժխտել, եւ մենք այո, միայն ներսում չէ, մենք դրսում էլ այդ հաղթողի հոգեբանությամբ ենք խոսում իսրայելցու հետ, ֆրանսիացու հետ, բոլորի հետ մենք այդ հոգեբանությամբ ենք խոսում։ Անգամ Ալիևն էր ասում, որ ինձ փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, դա իր խոսքերն են։ Իհարկե, բայց դա այդպես էլ էր։ Այդ ամեն ինչը, այս մարդը եկավ վարի տվեց ամբողջությամբ։ Ու այս մարդուն դեռևս հավատացողներ կար։ Այս մարդուն, չգիտեմ, օրհասական խնդիր է արդեն։ Ես կարծում եմ, այս մարդուն հավատացողներ չկան։ Այդ մի քանի հատ, որ այսպես գյուղերում բան բերում են, ասենք իրենց այդ դե պատգամավորներ կա բան են, Արմեն Խաչատրյան բան հասել են Սյունիք, բա մի հատ տատի չկարողանան գտնեն, բերեն մի գրպանել մի կամ 5000 դրամ, 10000 դրամ, հա։ Լավ, փող չդնեն, մի հատ քարտ կտ, մի բան կանեն, հանգիստ լինենք։ Թաթու լավաշ։ Հա, դա այնպես չէ, էլի, որ իրականում Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում է, որ տակը ոդկը տակի հողը տակից գնում է։ Շատ լավ է տեսնում։ Ասեմ ավելին, ես պետական համակարգի աշխատողներից մեկի հետ 2 օր առաջ խոսում էի, սա հարգելի ժողովուրդ դուք էլ լսեք, այս խապկանքին պետք չի հավատալ, ներսից իրենք շատ լավ գիտեն, ասում են, որ պետական համակարգի 90%-ը Փաշինյանին դեմ է քվեարկելու։ 90%-ը իր այդ անկառավարելի գործողություններին դեմ է, այս երկիրը հանձնելուն դեմ է, դե ինչ է նշանակում, ասում Արցախի անունը տալիս եք, դուք ուրեմն պատերազմ եք հրահրում։ Դա абսուրդի ժանրից է։ Դասական ասում էր սառը ջուր լցրու։ Չէ, նայ այն ժամանակ, ասենք, մի քիչ նախկինների գովաց չլինի ամեն դեպքում, բայց պետքա փաստեմ, որ նախկինների ժամանակ մենք անգամ խոսում ենք Մուշից, Անիից, որ հայկական է, ասենք Արևմտյան Հայաստանից էինք խոսում, ասենք, չգիտեմ, լիքը միջոցառումներ էր կազմակերպվում այդ թեմաների շուրջ, այսինքն, բայց այսօր մենք հələ դրանից չենք խոսում, հələ մի կողմետի։ Մենք Արցախից էլ իրավունք չունենք խոսալ, որ ասենք, չգիտեմ,
2 տարի առաջ եթե որևէ մեկը ասեր, որ կգա մի օր, որ Նիկոլը կասի, եթե Արցախից խոսեք, ուրեմն դուք պատերազմ եք հրահարում, կասեինք, ես գժվել ես, ինչ ես ասում։ Հիմա Նիկոլ Փաշինյանից դրա համար եմ ասում, հարգելի հայրենակիցներ, եթե վաղը Նիկոլ Փաշինյանը գա ասի ու մնա երկրի ղեկավարին ու գա ասի, որ Երևանն է մեր պատմական Հայաստանը ու Երևանում պետք է մենք ապրենք, չզարմանաք։ Մնացածը Երևանը չէ, Երևանում ասենք մի հատ փողոց, դա կոչվի հայկական անվանումով։ Իջևանի իրենց գյուղը։ Իջևանը մոտիկ աշ կգան կվերցնեն, Իջևանը չեն թողնի, չէ։ Բոլոր կողմերից կգան Իջևանը կպահեն, այդ գյուղը Ենոք Հավանը, Ենոք Հավանը կգան կպահեն, Սարգաց գյուղը ինչի կպահեն։ Դե կասեն տանեն կաս, չէ, Սևան ջան։ Եղբորինն է թողնա։ Իրանք ախորժակը ուտելուց է բացվում, չեն թողնի։ Դե իրականում այս իշխանությունը շատ, ես որ ասում եմ, դուք հիմա տեսեք, ասում եք այն ժամանակ դիմում էինք, այս կառույց, այն կառույց, երբ որ պետության թիվ 1 դեմքը գնում է գյուղ ու իրան գալիս են այն բանը խաղալիք հարցերով, ասենք ասում են մեր խաղահրապարակը պիտի սարքվի, բան, նշանակում է այս պետության որևէ համակարգ չի աշխատում։ Որևէ հիմնարկ էս իր այս նախարարությունը, այս իրավունքի, չգիտեմ, եւ այլ չկան, չեն աշխատում։ Հասարակ բան եմ ասում, հասարակ։ Սա մի հատ խնդիր կա։ Ես գնում եմ անձնագրային բաժանմունք, գնալուց առաջ պետք է 2 ամիս հերթ կանգնեմ, որ իմ հերթը հասնի։ Ուզում եմ վարորդական վկայականի քննության գնամ, 3 ամիս պետք է հերթ կանգնի։ Հետո սկզբից մի հատ թղթի կտոր են տալիս, հետո նոր այդ պլաստիկ քարտն են տալիս։ Բայց այդ հերթերը ինչի արդյունքում է գոյացել։ Ինչ կաս։ Նախկինում այդպես չէր, ոնց էին անում։ Նորմալ կարգավորումներ կար, հիմա տեսեք սրանք ասում են այդ ապարատը չկա, թուղթ տպող սարքը չկա, թուղթը չկա, տնաշեներ այդքան պարկ եք վերցրել դրել մեր բոլորի ուսերի։ Եկեք ասենք որտեղից առնեք։ Կամ առնենք տանք տարեք տպեք, այդքան մեղքեք, ինչ ասենք։ Աբսուրդ է, իրանց մոտ ոչի բան չի ստացվում ու սենց գնալով Հայաստան։ Տեսեք գնացել հասել է բանը Կապանի տարածաշրջան ասում է Մանկապարտեզ, դպրոց, ճանապարհ, տեսեք, հիմա ցույց եմ տալիս այս ինչ ճանապարհ։ Երևանի կենտրոնի ճանապարհները հենց հիմա նայ, տես ինչ փոսեր է։ Ավտո չի մնացել նորմալ։ Հարգելի Սևան, այս ճանապարհը իրենք չեն սարքում։ Ես, դու, մեր ընտանիքի, մեր պիտի այս ժողովրդին մի պարզ բան բացատրենք, որ Նիկոլ Փաշինյանը կամ իր թիմակիցները, սրանք դեսից դենից փախցնում, բերում էին, մեկը պիլասոսի վարկ էր փակում, մեկը մի ապառիկ էր գրվել չէր կարողանում, բան չէ։ Հարցում արա, ԱԳՆ-ը, տես պիլասոսի վարկը փակել է, թե չէ, այդ ժամանակ կպատասխանեն։ Չեմ պատասխանի, դա չեմ պատասխանի։ Նա փորձենք։ Կարող է մնացել է նախավերջին ամիսը, որ փակեն, կարող է 20 տարով էին գրվել, ով գիտի։ Չէ, իրականում ուզում եմ ասեմ, այս որ գնում սենց ամպագորգոր ասում, սարքում ենք, մենք պիտի անընդհատ մեր սիրելի ժողովրդին, մեր հասարակությանը բացատրենք, որ այդ փողերը ոչ Փաշինյանը, ոչ իր թիմակիցը, ոչ այն Խուդատյանը, Դավիթ այն տարածքայ, ոչ մեկ իրանց տնից, ոչ ասենք, չգիտեմ, այն մի գյուղապետ, այն մի քաղաք, իրանց տնից չեն բերել է, գույքը հարկը ավելացրել է, հողի հարկը ավելացրել է, շնչելու հարկ, քնելու, ինչի հարկ մտածել են, այս մարդիկ հորինել են։ Իմ հարևանությամբ մի կին կար Սիլիկյան թաղամասում, այս տաղավարից փոքր հատված, երևի 2 քառակուսի մետր, 13,000 դրամ էր տալիս, ծաղիկ վաճառում, անձրևի տակ, ցրտի տակ։ Հիմա բերեցին այդ հարկը դարձրեցին 45,000 դրամ, դե խայտարակություն է։ Այսպես որ նայում ես, կամ այս գնաճ ես ամեն գնում ասում 10,000 դրամ ավելացրել են, հեսա հետ վճարից կգա, տնաշեն 10,000 դրամ միջև ավելացում ես, այդ 10,000 դրամը ջրվում է։ Այն որ մի թոշակառու շատ լավ ասեց այն 2,000 դրամ թոշակի ժամանակով ավելի լավ էինք ապրում, քան այս 40,000 դրամ թոշակի։ Խոսում ես այդ խնդիրներից, Թաղապետարանը իմ ծանոթներից մեկին 160,000 դրամի աղբահանության ակտ է ուղարկել, որ չես վճարել ու ուղարկել են հարկադիր այդ վարույթը։ Ինքը չի վճարել 2 տարի։ Ապրում է մենակ, միայնակ կինը, մի սենյականոց բնակարանում, Շինգավիթ համայնքում։ Հիմա ոնց է հնարավոր, որ 2 տարվա գումարը կազմի 160,000 դրամ։
Ինչ կարող ես բացատրել։ Իրանց հաշվիչները միշտ բան են, սղոցը իրանց օգտին է հաշվում։ Չէ, նայ, մի հատ էլ դեպք պատմեմ, էլի Շինգավիթի թաղապետարանից, էլի։ Գալիս է մարդուն ավտոմեքենայի գույքը հարկի գումար 18-ից 19 թվականների 2 տարվա։ Բայց այդ մարդը 20 թվականին այդ մեքենան վաճառել է։ Ոնց եք դուք այդ մարդուն 0-ական տվել, որ ինքը վաճառել է, այսինքն պարտք չունի այդ ավտոյի հետ կապված։ Բայց 5 տարի հետո գալիս է այդ գումարը, որ դու պարտք ես։ Այդ ժամանակ ոնց եք դուք տվել։ Չկա ոչ մի համակարգ չի աշխատում։ Մի մասը միտումնավոր է արվում, մի մասը անգրագիտության արդյունք է։ Անգրագիտության արդյունքը ես շատ եմ հանդիպել այդ անգրագիտության արդյունքներին, որ ընդհանուր առմամբ կապ չունեն ոլորտի հետ, պատկերացում չունեն թե ինչա այդ, ասենք, չգիտեմ, թաղապետարանը, ասենք, կամ չգիտեմ, անձնագրային բաժանը։ Բոլորս հասարակության բոլոր շերտերը, Երևանաբնակները համատիրությունների հետ շփում ունեն։ Միշտ ասել ենք, որ դրանք պարազիտ կառույցներ են, չէ՞։ Դե շենքում մի բան է լինում, եթե նորակառույցում չես ապրում, հին շենքում ես ապրում, միշտ խնդիրներ են։ Նայ, ես ապրում եմ 5-րդ հարկում, որտեղ վերջի հարկն է, կռիշի խնդիր կա, չէ՞։ Անկամ այդ կռիշի խնդիրը մենք ենք վերանորոգել, համատիրություն։ Դուք եք վերանորոգել։ Իմ շենքում էլ անընդհատ խողովակներ ա տրակել, անընդհատ այդ բերել ենք մասնագետներին, վճարել ենք, գնացել են, հիմա համատիրությունից մի sense լավաշ պարտ կա եկել, այս նոր համատիրությունը մի տարի է ինչ մի քիչ գործանում, վճարում եմ դրան, բերել ասում եմ, բայ ես արդեն 15 տարի իմ գրպանից հանել եմ, վճարել եմ, ճիշտ է, տենց բան հիմնային փոփոխություն չեմ արել, բայց գոնե չեմ թողել շենքը քանդվի, որտեվ այդ ջուրը եթե տենց մի ամիս լցվեր այդ շենքի տակ փուլ կգար այդ շենքը։ Հիմա բերել սենց բաներ թե դուք այսքան պարտ ունեք, խնդիր չի արեք, մարդիկ վճարեն, բայց հիմա դուք չա հասարակ հարց բոլոր շենքերում գրված է նկուղները ապաստարաններ են։ Ավինյան Տիգրան, մի օր քեզ հրավիրում են Բաբաջանյան 1 շենք, արի մտար այդ նկուղ դուրս եկար, պարգևավճար եմ քեզ տալու։ Տղավարի ասում եմ, արի մտե այդ նկուղ դուրս արի, պարգևավճար ունես իմ կողմից։ Հոսենց չի, ախր, բոլոր այս շենքերի նկուղները, որով անցնում ես, տեսնում ես այդ խայտարակ։ Ապաստարան է գրել, բա գոնե վերածեք ապաստարանն է։ Իմ կարծիքով կարող է Երևանում մի 5%-ն էլ չլինի, որպես ապաստարան ստեղծված։ Իհարկե չկա, նկուղները խայտարակ վիճակ կա։ Որովհետև տարբեր նկուղներում, չգիտեմ։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանը, որ գալիս էր ասում էր, համատիրությունները պետքա վերացնել, բան, զարգ տվեց դրանց։ Դե նայ, համատիրությունը այնպես բան է, որ իշխանություններին պետքա։ Իհարկե պետքա, բայց խաղի տղերքն են, տասովշիկներն են, բան, ձեն, մեն, տանել, բերել, լցնել։ Այստեղ գալուց խոսում է ընկերներից մեկի հետ, ասում է, հա լավ, ասում օրինակ Նիկոլն է, տեղամաս ասին այսքան, ասեց են Վահագին ասեց այդղա կայելնես կասես, որ 53% ձայն ենք տարել։ Նրանց էլ չէ։ Վահագին ճանաչում ես դու։ Վահագին լավություն արես, տղաները չեն ծառայել, եղբոր տղան չի ծառայել, 18-ից հետո պիտի գնային, չէ։ Հարևանությամբ էլ ապրում ենք։ Բայց շփվել ես իր այդ Վահագի։ Դե հա, ժամանակին հա, լրագրող էր, ես էլ գործընկերներ։ Ավետիս է հետաքրքիր պատմություններ է պատմել, բայց եթերային չի պատմել։ Դե դա թողնենք։ Դու լավ կիմանաս։ Հիմա պիտի ասի 53% գրի, հիմա այդ տղեն ինչ է անելու, պիտի ասի։ Բայց կներեք էլի Ռուզաննա ջան, այդ Զուքանի դեպքի մասին դու տեղեկ ես այդ հայկական ժամանակում, որ ջուրը քաշելուց չի եղել Վահագը։ Լավ, ամեն դեպքում։ Ես ասացի երևի տեղյակ կլինես։ Չէ, ես այդպես ես գիտեմ, որ ասենք այս մարդը պարտ ունի Նիկոլին։ Դե տղերքը չեն ծառայել։ Եղբոր տղան իրա, երկու տղան, դե չէ, չէ, օրինակ որ Չէ, նայ, որ դու այդ պատմությունը իմանայիր, որ դու այդ պատմությունը իմանայիր, մտ եթերից հետո խնդրում Ավետիսին ասա կպատմի քեզ, դուք իմանայիր, որ եթե Նիկոլ Փաշինյանը ասի 120% գրի ինձ, ինքը գրելու է։ Ինչ Կարող 20-ը իր կողմից ավելի։ Հա, նենց չի։ Դրա համար մենք պետք է այս մնաց կարճ 80 օր համարյա ժամանակ մնաց, պետք է ամեն ինչ անել, ոչ թե որ այս իշխանությունը վատնա, որ պիտի գնա, այլ չէ, Ալիևը ասեց, ես քո տարածքն էլ չեմ ճանաչում, քո գլխին էլ խփելու եմ, սա պիտի գնա, գա տղա, այս երկիրը տղա պիտի կառավարի։
Այս երկրի անվտանգությունը հասկացող, այս երկրի համար քարը քարին դրած, այս երկրի պաշտպանության համար գործ արած, ասենք դասալիկները եկել են, հիմա էլ ցուցակ են գրում ով չի ծառայել, դե կներեք էլի, մեր համար կարևորը հունիսի 7-ը, ոչ թե որ Նիկոլը գնա, չէ, մեր համար կարևորը, որ մենք թույլ չտանք պատերազմ լինի, իրենք պատերազմի իշխանություն են, ես առանց ChatGPT-ի եմ դա ասում, իրենք աղետի ու պատերազմի իշխանություն են, մենք 18 թվականից հետո Հայաստանը չի ունեցել այնպիսի իշխանություն, որ 18 թվականից հետո այսքան աղետ բերումներ Չէ, շատ աղետները անգամ բոլոր առումներով, հիմա դուք ասում եք բարոյալքված է հասարակությունը։ Իրոք բարոյալքված է։ Հիմա ես մեր տեխնացուներին էլ ուշադիր լսում եմ, օրինակ ասում եմ, բայց այս Նիկոլը այնքան սուտ է ասել, որ ասում է ով ասի էսի սուտ է թակավորը, մեկը ասում եմ լավ մար էլ սուտ չի թողել էլի որ մեկը գա ուրիշ սուտ ասի։ Բայց այսպեսի մի օրենք կա, չէ, որ ասում է պետքա սուտը տանենց մեծ ներկայացնես, որ տենց չհավատալու լինի, որ բոլորը հավատան։ Հիմա իր մոտ այդ դեպքն է, ինչքան իմ կարծիքով ինքը անգամ իր ստերին է հավատում, որովհետև կան մարդիկ ապրում են, չէ, ստի մեջ ու բոլորին խափում են սն շրջապատին, բան դարել է իրանց։ Ինքը իր ստերին չի հավատում, Սևան ջան, ինքը շատ լավ գիտի ինքը ով է, ինքը ինչ բերեց մեր բոլորի գլխին։ Ուխի է եկել ու ինչ պետք է անի, լավ գիտի իրան ու իր թիմին ինչ է սպասվում։ Ու լավ գիտի ինքը։ Գիտեն, չէ, այսքան աղետ բերող իշխանությունը չի կարող աղաս ես գնացի լավ են Ալենա ասի մենք գնացինք Բալիում, մեկը գնա Կանադայում, մեկը չէ, այտենց չի լինելու։ Իրանք լավ գիտեն, չէ, որ դատաստան կա, դատու դատաստան է լինելու։ Շնորհակալ եմ Ռուզաննա ջան, հետաքրքիր քննարկման համար։ Ես եմ շնորհակալ։ Ուրիշ կարծիք ոդկասթներ, հարգելի ընկերներ, կհանդիպենք մյուս թողարկմանը։